Այսինքն մենք գործ ունենք այլևս ինքնուրույն արվեստ հանդիսացող երաժշտաբանաստեղծական մշակույթի հետ եւ առավել կոնկրետ մենք կարող ենք խոսել, որ Կողթան գավառում մենք ունեինք վիպասանական հզոր զարգացած դպրոց կամ ուսանական արվեստի փառավոր դպրոց եւ որ այդ դպրոցում ձևավորվել եւ ստեղծվել էին երաժշտաբանաստեղծական արվեստի ծավալուն եւ ըստ ամենայնի շատ բարձրարժեք կոթողներ, որոնց բեկորները, ցավոք բեկորները միայն մեզ է ավանդել մեծ պատմահայրը։ Ահա սա այն փուլն է, երբ մենք կարող ենք ասել, թե բացի ժողովրդական արվեստից առաջ է գալիս երաժշտական մշակույթի պատմության մեջ եւս մեկ ճյուղ։ Այդ ճյուղը կանվանենք ժողովրդապրոֆեսիոնալ եւ այդ ժողովրդապրոֆեսիոնալ տերմինի տակ կհասկանանք ուսանական, վիպասանական արվեստ։ Միջնադարյան երաժշտական իրողությունը մեզանում քիչ այլ է։ Այն սերտորեն առնչվում է մի շարք պատմական, պատմամշակութային, հեղաշրջում առաջացնող կամ առաջացրած իրողությունների հետ։ Առաջին հերթին իհարկե քրիստոնեության ընդունումը։ 301 թվականից մենք ընդունում ենք քրիստոնեություն եւ մի շարք առումներով սա շրջադարձային է լինում մեզ համար։ Երաժշտական առումով իրենից սա ներկայացնում է մի փաստ, որը թելադրեց ըստ էության երաժշտության մեկ այլ ճյուղի ձևավորում։ Թելադրեց բառի բուն իմաստով, թե որպես միջավայր հանդիսացավ քրիստոնեությունը, թե որպես թեմատիկ հիմք, թե որպես սյուժետային հիմք, թե որպես ժանրային ձևավորիչ կազմակերպիչ, թե ընդհանուր բնութագիր հաղորդող եւ այլ բազմաթիվ բնութագրերի առումով քրիստոնեությունը հանդիսացավ հիմք նոր երաժշտական մշակույթի մի նոր ճյուղի առաջացման համար, այդ ճյուղը պրոֆեսիոնալ ճյուղն է, որը միջնադարում բացառապես կամ հիմ ի վեր հոգևոր բնույթ ունի եւ ըստ էության հայ հոգևոր եկեղեցական երկարվեստն է իրենից ներկայացնում։ Այս արվեստը էլ ավելի առանձնահատկություններ ունի, քան նախորդ նշածներս, որովհետև սա ի տարբերություն նախորդների հեղինակային արվեստ է։ Չասենք, թե մյուսները հեղինակային չէին, ասենք ժողովրդապրոֆեսիոնալ ուսանական արվեստը նույնպես հեղինակային էր։ Կամ նույն ժողովրդական արվեստի մեջ եթե մենք փնտրենք, ի վերջո այս կամ այն մարդը առաջինը երգում է այդ երգը։ Սակայն ժողովուրդը հազվադեպ է պահում իր երգասացների անունները։ Կամ ուսանական արվեստի մեջ ամենայն դեպս մինչև դասական միջնադարի ավարտ դժվար թե գտնենք ուսանական կամ վիպասանական արվեստի այս կամ այն հեղինակի անունը։ Հոգևոր երգը սկզբնավորվեց 4-5-րդ դարերում որպես ընդհանուր քրիստոնեական մշակույթի արդեն տեղայնացվող արտահայտություն։ Սկզբից որպես փոքրիկ, համեստ, զուսպ, ասկետ բնավորությամբ երգեր դրսևորվեցին դրանք, որոնք կոչվում էին կցուրդներ, հետո դարերի ընթացքում զարգացան, ձևափոխվեցին այդ կցուրդները, ծավալուն դարձան ավելի երաժշտական առումով զարգացած, հետո դասակարգվեցին, շարվեցին հատուկ ծիսական մատյաններում եւ կոչվեցին շարականներ, հետո ծիսական հանդիսավորությունը պահանջեց, որ հոգևոր երգը առավել շքեղ նկարագիր ունենա եւ առավել բազմապիսի լինի եւ առաջ եկան ամենևս կոմիտասն այդպես է վկայում, առաջ եկան այս պահանջից մի շարք այլ հոգևոր երգային տեսակներ, տաղեր, ավետիցներ, կանձեր եւ այլն եւ այլն։ Միջնադարյան հոգևոր պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգանում է, այսպես ասած, մինչև դասական միջնադարի վերջ, ընդհուպ մինչև 15-16-րդ դարեր։ Այնուհետև ուշ միջնադարում այս արվեստը անկում է ապրում իր ստեղծագործական փուլի մեջ, իսկ հիմնականում կոնսերվացվում է, վեր է ածվում
կոնսերվացված մշակույթի եւ ավանդվում մինչեւ 19-րդ դար, երբ նորից արդեն այլ իրողությամբ վերաձևակերպվում է եւ ավանդվում մինչեւ մեր օրերը։ 16, 17, 18-րդ դարերը բուն մայր Հայաստանում թերևս ոչ միայն երաժշտական արվեստի, այլ առհասարակ մշակույթի պատմության առումով խիստ խավար ժամանակաշրջան է տիրում։ Խիստ խավար ժամանակաշրջան, երբ մենք համարյա ամեն բան կորցնում ենք։ Մշակութային զարգացումները համենայնպես երաժշտական արվեստի առումով հիմնականում տեղ են գտնում մայր հայրենիքից դուրս։ Առաջ են գալիս հզոր գաղթօջախներ եւ այդ գաղթօջախներում զարգանում է մշակույթն առհասարակ եւ երաժշտությունը նույնպես։ Այլ խոսքով մենք մայր Հայաստանից արտահանում ենք մշակույթ, եթե կարելի է այսպես խոսել։ Մշակութային ընդհանուր վերելք սկսում ենք ունենալ 18-րդ դարի վերջից, դե առավել կոնկրետ նշենք 19-րդ դարի առաջին կեսից։ 19-րդ դարի առաջին կեսի մշակութային վերելքը հավասար չափով նաև երաժշտական մշակույթի վերելք էր նշանակում։ Արդեն դարի կեսին մենք նկատում ենք կոմպոզիտորական դպրոցի ձևավորման առաջին քայլերը։ Ձևավորվում է բոլորովին նոր երևույթ մեր երաժշտության պատմության մեջ, որ մինչև այդ չէինք ունեցել։ Կոմպոզիտորական արվեստ է ձևավորում, երաժշտական արվեստ եվրոպական իմաստով, կոմպոզիտորական արվեստ։ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին հայ կոմպոզիտորական արվեստը վերահաստատվում եւ ձեռք է բերում իր ազգային նկարագիրը վճռորոշ իմաստով։ Վճռորոշ իմաստով նկատի ունեմ կոմպոզիտորական արվեստ որպես ազգային բազմաձայն կոմպոզիտորական արվեստ բոլոր ընդունված միջազգային չափանիշներով։ Եվ դրանով իհարկե պարտական ենք Կոմիտասին, հայ դասական երաժշտության հիմնադրին եւ հայ դասական երաժշտագիտության թերևս նաեւ հիմնադրին եւ մի շարք այլ առումներով իհարկե Կոմիտասի անձը մեծ նշանակություն ունի մեր երաժշտության պատմության մեջ։ Ուրեմն հիմնական առումով նշեցինք, որ հայ երաժշտությունը իր ձևավորման եւ զարգացման բոլոր փուլերի մեջ, հիմնականում բոլոր փուլերի մեջ ունեցավ 3 մայր ճյուղ, մայր հուն, ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ։ Այսինքն գեղեցիկ երգ, գուսանական, վիպասանական հետագայում աշուղները կփոխարինեն, սա մյուս ճյուղներ եւ վերջապես միջնադարյան հոգեվոր, սրան փոխարինելու կգա 19-րդ դարում կոմպոզիտորական արվեստ։ Սրանք կարող են երբեմն առ երբեմն պատմական տարբեր ժամանակափուլերում ենթադասված լինել միմյանց, կամ զուգահեռաբար զարգացած լինել, հավասարաչափ կամ պակաս ձևերով, կամ մեկը մյուսի վրա ազդի, մեկը մյուսից փոխազդի, միմյանց փոխազդեն միմյանց վրա։ Եվ վերջապես բոլոր երեքի մեջ թերևս որոշ իմաստով գերակա է ժողովրդական երգարվեստը, որովհետև այն բոլոր պատմափուլերի մեջ նախնական է եւ հետո բոլոր պատմափուլերի մեջ հիմք է մյուս ճյուղերի համար։ Ժողովրդական երգարվեստն է, որ հիմք է ծառայում ժողովրդապրոֆեսիոնալի համար, ժողովրդական երգարվեստն է, որ հիմք է ծառայել միջնադարյան հոգևոր պրոֆեսիոնալ երաժշտության համար, ժողովրդական երգարվեստն է, որ հիմք է ծառայել արդի կոմպոզիտորական պրոֆեսիոնալ երգի համար, պրոֆեսիոնալ երաժշտության համար առհասարակ։ Այսինքն, թերևս, եթե մենք առհասարակ ցանկանում ենք ուսումնասիրել հայ երաժշտություն, անխուսափելիորեն պետք է դիմել առաջին հերթին ժողովրդական երաժշտության։